ապահովելու համար։ Եվ սա չափազանց կարևոր կոնտեքստ է եւ նաեւ ուզում եմ մենք խոսենք այն առանցքային ծրագրերի մասին։ Հիմա գումարը հավաքեցինք հունվարի 1-ի թթվասերը առանք, ՀԴՄ վերցրինք, հարկը վճարեցինք։ Ինչ են 26 թվի։ Ինչ են կանելու, որ նա մեր բյուջեի առանձնահատկությունը նախ բյուջեն իմիջայլոց, դա էլ է շատ կարևոր արձանագրում։ Ես այն չի համար եմ ասում, որ մենք հասկանանք, որ ոչ թե բյուջեն ճամպրուկներ են կամ սենյակա, որի մեջ փողերը դրած է եւ բանալ լինել ֆինանսների նախարարի կամ վարչապետի կամ կենտրոնական բյուջեն կանխատեսում է, ընդհանրապես կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի եւ տնտեսական եւ քաղաքական process-ների վերլուծության հիման վրա։ Այսինքն ես ուզում եմ մենք շատ լավ հասկանանք, տեն սենյակ չկա, որտեղ այդ փողը դրած է։ Չնայած ասում եմ կան ռեզերվներ, որոնք բանկային հաշիվներում, կենտրոնական բանկում կառավարությունը պահում է, կան վարկային միջոցներ, բայց մեծ հաշվով բյուջեն հոսք է, բյուջեն ամենօրյա աշխատանք է եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում ապրանքների, ծառայությունների, արտադրանքի շրջանառության արդյունքում ձևավորված հարաբերությունների կողմից արտահայտված դրամական միջոցների հոսք է։ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Պարոն Հովհաննիսյան, զուգահեռ նայեք, հանկարծ տողերը չխառնեմ։ Հիմա բայց կարևոր է նաև արձանագրել, թե 26 թվին ինչ առանձնահատուկ ծրագրեր մենք ունենք, բաց են սովորական ծրագրերը, որ բյուջեով պետք է ապահովենք։ Ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն է շրջանում, բայց օրինակ մինչև 18 տարեկան երեխաների, այսինքն կանի էլի կառավարությունը քաղաքացիների միջոցով քաղաքացիների վճարած հարկերի ծախսման արդյունքում, բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների առողջապահության ապահովագրություն եւ նաեւ որոշակի սոցիալական խմբերի։ Որոշակի սոցիալական խմբեր ասելով պետք է նկատի ունենալ նաեւ, որ մենք անապահովության գնահատման մեր համակարգերը փոխում ենք եւ այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը եւ նպատակը այն է, որ մենք մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ քաջալերենք աշխատել։ Տեսեք հիմա, օրինակ սոցիալական ապահովության թեման շատ շահարկվում է, բայց մենք էս էլ պետք է, ես ինչի եմ ցույց տալիս բյուջեի ձևավորման այս համակարգը, որտեվ պետք է հասկանանք, որ բյուջեն, որով այդ թվում բան է արվում, վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը վճարվում է աշխատող մարդկանց հաշվին։ Այսինքն եթե կարա չէ, եթե մի քաղաքացին իրավունք ունի, ասի, որ գիտեք ինչ ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք, եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները։ Մենք էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են կառավարություն, դե որ տենց է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես էլ չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։ Եկեք պատկերացնենք տեսական իրավիճակ, երբ որ 2026 թվականի նոր տարին տենց առանձնահատուկ լավ է ստացվում, մեկ էլ քաղաքացիները գցում բռնում են, ասում են սկզբունքորեն չենք աշխատում։ Այնա բանի համակարգ կա, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին բանա պետք է ապահովի, չէ, պարտքն է, չէ, պետության ապահովել քաղաքացիների սոցիալական, թող ապահովի։
Եվ քաղաքացիները համընդհանուր ասում են չենք աշխատում կառավարություն, նպաստ տուր մեզ, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն եւ մնացած ամեն ինչ։ Թթվասերներն նիսա են կառնելու։ Որտե՞ց, Ժողովուրդ ջան, որտե՞ց։ Չի լինում տեն։ Հա, ճիշտ է ասում։ Թթվասերի արտադրողն էլ չկա, որ արտադրի, որ գոնե նիսա առնենք։ Ես ուզում եմ ասել, որ ես երբեմն չեմ հասկանում, որովհետև երբեմն ասում եմ առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ, ես ինձ համար ընդունելի չի որոշակի բան է, հազար ներողություն այդ բանի համար, ասենք այդ որոշակի մուննաթային տոն, որտեղ մենք չենք աշխատում 20 տարի է, ուսեն տուն չունենք, էս չունենք, այն չունենք, այն չունենք, այն չունենք, հիմա հազար ներողություն իհարկե բանի, բայց եթե հիմա ես էլեկտրոնային փոստս բացեմ, էկրանին արտահայտեմ, ասենք ես դա խնդիր է։ Մենք պետք է ասենք դա նորմալ չի, Ժողովուրդ ջան, տենց բան ասել։ Ասել գիտես ինչ չեմ աշխատում, տուն չունեմ, ես չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ։ Չի լինում տեն Ժողովուրդ ջան, չի լինում։ Դա նորմալ հանրային հարաբերություն չի։ Բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ Էսա նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Որտեվ երբ որ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես ինչն է դրա պատճառը, հասկանում ես, որ դեպքերի 80%-ում խնդիրը կրթության մեջ է, կամ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել։ Ստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու։ Եվ ես կարծում եմ, որ բյուջետային քննարկումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք այս բոլոր շերտերին անդրադառնանք։ Բայց վերադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որից համոզված եմ, բյուջետային քննարկումների ընթացքում մանրամասներով կխոսենք։ Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի ետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին Սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ էության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախենք առևտրի 2%-ը, քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Մենք հարգելի գործընկերներ թևակողելու ենք ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հաջորդ փուլ։ Այս տարի մինչև տարեվերջ մենք կհաստատենք արդեն դե յուրե որոշմամբ ակադեմիական քաղաքի master plan-ը կամ գլխավոր հատակագիծը, չգիտեմ որ տերմինն ավելի ճշգրիտ, master plan-ը եւ կսկսենք ուրեմն ակադեմիական քաղաքի իրագործման հաջորդ արդեն դե յուրե եւ դե ֆակտո լիարժեք փուլը։ Իհարկե կշարունակվի, մենք 2026 թվականին ավարտին կհասնենք մեր 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ ուզում եմ ընդգծել, որ մեզ հիմա
մեզ համար հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետքա որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետև դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկիրը երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեւ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետքա եւս մի 300 անենք։ Այո, եւս 300 պետքա կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այդտեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչն է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Դա ուրիշ որևէ պատճառ չունի։ Ավերակ դպրոցները, այն որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Ուրիշ պատճառ դրա համար չկա։ Որովհետև այդ ոնց է որ 100 հազարավոր կամ տասնյակ հազարավոր լավ քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստանում աշխատել եւ բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում աղաչում են աշխատող են փնտրում եւ չեն գտնում մյուս կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա մյուս կողմից աղքատության այս երևույթը դրա պատճառներն է որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել հարգելի գործընկերներ հիմա այդ երեխաները մեծացել են հիմա այդ երեխաները մեծացել են հասուն մարդիկ են եւ պետքա վաստակեն ինչով վաստակեն որ գիտելիքով որտեղ ստացած գիտելիքով վաստակեն հիմա այս ինչի համար եմ ասում որովհետև այնօր լսում եմ բանը Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է դե աղքատություն ասում է ոնց եղել է էական փոփոխություն չի ունեցել հա չի ունեցել այսինքն փոփոխություն ունեցել է то նվազում ունեցել է բայց այդ նվազումը էական չի այսինքն գոհացուցիչ չի դա նրա պատճառով է որ դուք ավերել եք դպրոցները այսինքն ոչ թե ավերել եք այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ դա նրանից է որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել է գահավիժել որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի եւ քաղաքական հարկադրանքի միջոցներ այսօրվա աղքատությունը դրա համար է ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ով ունի հմտությունների եւ գիտելիքների մի որոշակի գծից թեկուզ մի քիչ ավել պաշար ինքը հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը բա մենք ոնց ենք պատկերացնում եւ երկրորդը աղքատությունը հաղթահարում են աշխատանքով ուրիշ տարբերակ չկա աղքատություն հաղթահարելու իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարում այդ աշխատանքը պետք է լինի որակավորված աշխատանքով բա մենք աղքատության հաղթահարումը ոնց ենք պատկերացնում տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ եւ երկրորդ այդ 2 միլիոն դրամը որտեղից տանք ում հաշվին տանք ես ցույց տվի բյուջեի ձևավորման մեխանիզմը ով է պատրաստ ինքը աշխատի որպեսզի չաշխատողները ով է պատրաստ որ ինքը 10 տարի
ներդրում անի իր կրթության մեջ, հետո աշխատի, այն մարդիկ կան այսօր այո 2-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, բայց մինչև հիմա իրանց ուսանող ժամանակ եղած վարկերն են փակում։ Կա նաև այդպիսի մարդիկ։ Ես այն ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, հարգելի գործընկերներ, որ մենք այնուամենայնիվ այս պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, հա մեկ էլ հաջորդ խոսույթն է նա, որ կառավարությունը շատ է ծախսում այդ պետական պաշտոնյաների աշխատավարձի թեման, ես դրան անդրադարձել եմ։ Մենք կարանք ուղղակի պետական համակարգը նույնը ոնց որ ասենք պետական համակարգ չկա, աշխատավարձել չենք տալիս։ Ինչ տեղի կունենա։ Ամեն ինչ կկանգնի, բացարձակապես ամեն ինչ։ Հաջորդը խոսքա գնում նրա մասին, ինչքանով ենք մենք ծախսում արդյունավետ։ Ես չգիտեմ այս օրինակը ոնց է հնչում, բայց ես դրանում խորը համոզված եմ, որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցի։ Ասում եմ եկեք նայենք մեր բանին, հա, չէ՞, ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, նոր տարի։ Եկեք գնանք կամ գնում ենք այն օրը միտեղ քաղաքացիներից շփվելիս, ասում եմ օրինակ կլնում է որ ձեր գնում եք առևտուր եք անում, ձեր ընտանիքի անդամներն ասում են, այս ինչ թվասերս բերե ժամկետը անցած է, այս ինձ միսա, հոտա, այս ձմերուկը բաներ լխկած էր, այս բանը այս սալորը ворթնած էր, ըլնում է տենց բան ձեզ հետ։ Ասում է, հա, ըլնում է։ Ասում եմ, բա ինչի՞ ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջետ։ Կոռուպցիոներ ես։ Եվ մենք բոլորիս հետ դա ալնում է, չէ, իհարկե սպառողական իհարկե բանը, կուլտուրան ուրիշ բան է։ Մենք էլ ենք սովորում, այդ եմ ասում, այդ փողը ծախսելն էլ է բան, հատուկ հմտություն։ Բա որ մեր ամեն նոր տարուց հետո մենք քանի համախառն, քանի միլիարդ դրամի ապրանք ենք տանում լցնում աղբանոցը։ Ցանկացած բարից հետո։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։ Չենք կարա մենք մեր ընտանեկան խնջույքի կազմակերպման օրինակ համար ծախսենք գումարը ուրիշ արդյունավետությամբ, հետո հաջորդ օրը գրանք կառավարություն աշխատանքի լրիվ 180 աստիճան փող, դառնանք սուպեր արդյունավետ։ Այս երկու բանը շատ փոխկապակցված են եւ դա կառավարման եւ այո այդ թվում կրթական հարց է։ Եվ մենք եւ այո լավագույն հարթակ այդ խնդիրների մասին խոսելու պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետեւ պետական բյուջեն, նրա ծախսային եւ եկամտային մասը եւ բյուջեի հաշվետվությունները, հարգելի գործընկերներ, արտահայտում են մեր բոլոր առավելությունները, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային բոլոր առավելությունները եւ թերությունները։ Բոլոր արդյունավետությունները եւ անարդյունավետությունները եւ մեր հանրային խնդիրները ճանաչելու, դրանք տեղորոշելու եւ լուծելու միակ մեխանիզմը պետական բյուջեն է։ Ես էլի ուզում եմ ասեմ, մենք պատուհանից նայում ենք, ինչ որ տեսնում ենք եւ ինչ որ չենք տեսնում, այդ ամեն ինչը պետական բյուջեն է։ Ինչ որ տեսնում ենք, պետական բյուջեն այդտեղ ինչ որ մի բան արել է, ինչ որ չենք տեսնում, ուրեմն պետական բյուջեն ինչ որ մի բան չի արել, իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։ Եվ մենք պետք է այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել են, մի մասը ինչ որ ձևով հնարավոր կլինի այդ թվում ապօրինի գույքի բռնագանձման եւ այլ մեխանիզմներով հետ բերել, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք այլևս այդ տրիլիոնները չկորցնենք եւ մենք կենտրոնացած մնանք այն թեմայի վրա եւ այն ընկալման վրա,
որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի եւ մեր համընդհանուր ընտանեկան բյուջենը։ Շնորհակալություն եւ հաջողություններ եմ մաղթում ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հայտարարում եմ ընդմիջում 10-15 րոպե, հետո կշարունակենք նիստը։